Good. Thank you. Jó estét kívánunk, Somogyi Zsolt vagyok a Nemzeti Sportból, és sok szeretettel köszöntöm Magyar Sportújságírók nevében az Örmény kapitányt és az Örmény labdarúgót. Úgyhogy először az lenne a kérdésem, hogy mik az első benyomások Budapestről, mik az első benyomások a stadionról, és az érdekelne mindkettejüktől, hogy milyen mérkőzésre számítanak, milyen magyar válogatottra számítanak, és milyen önbizalmat szerzett a csapatuk Írország legyőzése után? It's a question to player and coach. Okay. Հարցուղված է եւ ֆուտբոլիստին եւ մարզչին, նախ առաջին ինչ տպավորություններ ունեք Բուդապեշտից եւ ընդհանուր առմամբ ինչպիսի ակնկալիքներ ունեք Հունգարիայի ազգային հավաքականից, ինչպիսի խաղ եք սպասում եւ ինչպիսի ֆուտբոլ եք սպասում, որ ցուցադրի Հունգարիայի ազգային հավաքականը։ Ուրեմն լավ հավաքական է մեր խմբում, բոլոր հավաքականներն էլ շատ լավ ուժեղ հավաքականներ են, ամեն խաղը ծանր հանդիպումներ են մեզ սպասվում, ամեն խաղը դժվար է լինելու, բայց լավ ենք պատրաստվել, շատ ուրախ մթնոլորտ է թիմում, այս մի քանի օր լավ մարզումներ ենք անցկացրել, կարող եմ ասել, որ թիմը գտնվում է շատ լավ վիճակում, եկել ենք Բուդապեշտ, որպեսզի կարողանանք խաղալ լավ ֆուտբոլ, անմնացորդ նվիրվել եւ կարողանանք հասնել դրական արդյունքի։ The players. I'm sure it's a good national team. Hungarian national team is a very strong national team. I think it will be two very taut matches. We have prepared very well. The atmosphere in the team is very great. We came to Budapest to play very well game, and I think we will fight until the end. Mm-hmm. Any questions? Yes. Մարինե Խաչատրյան Ազատություն, Վահան, ենթադրում եմ տեսական հատվածին, վիդեոանալիզներին, վերջին օրերին բավական շատ ժամանակ եք հատկացրել, որքանով է դա օրինակ հենց ձեզ օգնում, քանի որ դա ավելի շատ հիշելու, մտապահելու հետ է կապված եւ բացի այդ մրցակցի կազմում մի քանի առանցքային ֆուտբոլիստներ չեն խաղալու, դա որքանով կօգնի մեր ընտրանուն։ Այո, միանշանակ ուսումնասիրել ենք, շատ լավ ենք ուսումնասիրել Հունգարիայի հավաքականին, իսկ ինչ մնում է հակառակորդի ֆուտբոլիստներ խաղալու համար կարող եմ ասել, որ կոնկրետ այս խաղերում եւ այս խաղում եւ մյուս խաղում ավելի շատ կենտրոնանալու ենք հենց մեր խաղի վրա։ Ունենք մեր պլանը եւ հույսով եմ, որ կկարողանանք լիովին օգտագործել վաղը։ Կներդնենք մեր բոլոր ուժերը խաղադաշտում ու վստահ եմ, որ կարողանանք խաղալ այն խաղը, որը մենք ենք ուզում վաղը, հաստատ խնդիրներ կստեղծենք հակառակորդի համար։ The question about video analysis, how much do video analysts help, especially the player, and how much can they help to the team for preparation? And player said that in this match we are focused on our own game. I have faith that we will make good game. We play until the end. We fought until the end, and we will give everything to win tomorrow. Any questions to the coach? Կարող եմ եւս մեկ հարց տալ, նոր շարունակենք։ Վահան, չնայած մարզիչը ձեր կողքին է, բայց այդուհանդերձ եթե այդ հանգամանքը ձեզ չի կաշկանդում, կուզեի մի փոքր իր մասին խոսեիք, նոր մարզչի գալով հավաքականում ինչ փոփոխություններ են եղել, անձամբ դուք ինչ փոփոխություններ եք տեսնում Պորտուգալիայի դեմ խաղից հետո, Իռլանդիայի դեմ ակնհայտորեն մենք տեսանք այլ հավաքական, ամեն ինչ այլ էր։ Միանշանակ նոր մարզիչի հետ ավելի կարող եմ ասել, որ թիմը շատ լավ մթնոլորտ է, նոր մարզիչը եկել է
էներգիայով լի, հավատով լի ու այդ ամեն ինչը փոխանցում է մեզ, տալիս է մեզ վստահություն, հավատք սեփական ուժերին ու հույսով եմ կարողանանք վաղը նույնպես խաղալ այդ մակարդակի, ինչպես խաղացինք Իռլանդիայի դեմ հանդիպմանը ու քայլ միանշանակ ժամանակ է պետք, որպեսզի մարզիչը կարողանա լիովին փոխանցել իր մտքերն ու ցանկությունները մեզ, բայց ամեն ինչ շատ լավ է ստացվում, կարող եմ ասել, որ մինչև այսօր հասցրել ենք իրար ճանաչել եւ վստահ եմ, որ հաստատ մեր նոր մարզիչի հետ հավաքականը ավելի լավ տեսք ունենա, կլինի ավելի ուժեղ ու կհասնենք մեր առջև տրված նպատակներին։ The question about coach, what change have there been since the arrival of the new coach in the national team? And the player asked that with the new coach there is very good atmosphere in the team. The coach give us a confidence. I hope we can play tomorrow the same level as we did in the game against Ireland. Had time to get known each other, to know the coach, and I'm sure that we will play well and became even stronger in the upcoming games. Any question? Gergely József, MTI, és a szövetségkapitányhoz lenne néhány kérdésem. Előzetesen mit tartott reális helyezésnek ebben a csoportban, illetve azok után, hogy az íreket legyőzték és egy ilyen 3-as versenyfutás alakult ki a második helyért, milyen eredménnyel lenne elégedett itt most Budapesten, és hogyha lehet, akkor egy harmadik, hogy Szoboszlai semlegesítését miként képzeli el? Հարցը ուղղված է գլխավոր մարզչին, նախ պարոն Մելիքյան, մինչև Իռլանդիայի հետ խաղը դուք որ արդյունքը կհամարեիք այս խմբում դրական եւ Իռլանդիայի հետ հաղթանակից հետո եւ այն, որ այժմ թիմը երկրորդ հորիզոնականում է, դրանից հետո որ արդյունքը ձեզ համար կլինի բավարարող եւ ինչ կասեք Դոմինիկ Սոբոսլայի մասին, արդյոք պատրաստվում է ունենալ ազգային հավաքականը հատուկ մարտավարություն, որպեսզի կարողանա ամբողջությամբ խաղադաշտում չեզոքացնել Դոմինիկ Սոբոսլային։ Վադոձես ասեմ, որ Պորտուգալիայից հետո Իռլանդիայից առաջ եւ հիմա ոչ մի տարբերություն չկա, մենք ունենք մեկ նպատակ լավ արդյունքի հասնելու ու դրա համար ամեն ինչ անելու։ Մեր նպատակը տրամադրվածությունը ու հոգեբանությունը այնպես է, շատ հեռու չենք ուզում նայել, մենք նայում ենք դեմի խաղը եւ ուզում ենք արդյունքի հասնել։ Ինչ վերաբերում է իրենց լիդերին, իրենց կապիտանին, այո, ուսումնասիրել ենք, շատ լավ ֆուտբոլիստ է, համոզված եմ, որ պրոբլեմներ մեծ կստեղծի ոչ թե միայն ինքը, այլ իրենց թիմը, որովհետև մենք գործ ունենք լավ թիմի դեմ եւ հասկանում եմ, որ սա տնային խաղ չէ, դա նշանակում է, որ ճնշում լինելու է, պրոբլեմներ լինելու են, բայց մենք լավ թիմ ենք, մենք կարևորը հավատք ունենք, նվիրվածություն ունենք եւ վաղը կպայքարենք, այսքան։ About the upcoming games, there is no difference between the match against Portugal and after Ireland. We have one goal to achieve a good result. It's the same, our goal. We have one goal. Our approach is not to look for a hit. We moving forward step by step, game by game, and what to have good results in every game. And what about the player? We have studied whole the Hungarian national team well, and not only Dominik Szoboszlai and whole team. The coach is sure that can be able to cause problems for the opponent. We understand that this is not a home game. It's of course will be very difficult because the fans and the whole stadium can pressure. But the most important thing is that
Armenian national team will play with faith, with belief, and after that, the coach thinks that the team can get a very good result. Köszönöm. Pusztai Béla vagyok az NSO TV-től. Én a kapitány úrtól szeretném kérdezni, hogy az imént elmondta, hogy megnéztek minden magyar játékos, tehát Varga Barnabást és Salai Rolandot nem kellett, hiszen ők eltiltás miatt nem léphetnek holnap pályára. Az lenne a kérdéséget okoz-e neki, hogy kire készüljön, ki lesz a magyar válogatottban a támadó, hiszen ezt még Márko Rossi se tudta ma délelőtt. Köszönöm. Նրա մասին է, որ դուք նշեցիք, որ շատ լավ ուսումնասիրել եք Հունգարիայի ազգային հավաքականին, բայց նրանց երկու առանցքային ֆուտբոլիստները, Բարնաբաշ Վարգան եւ Սալային չեն խաղալու։ Ուսումնասիրել եք նաեւ այն հանգամանքը, թե ինչպես է խաղալու Հունգարիայի ազգային հավաքականը հարձակման գծում, քանի որ նույնիսկ նրանց գլխավոր մարզիչը այս բանին այդքան լավ չի պատկերացնում, թե ինչպիսի հարձակողական սխեմայով եւ որ հարձակողներն են խաղալու։ Ասեմ, որ այո, ուսումնասիրել ենք, բայց ես չեմ կենտրոնանում ինչ ֆուտբոլիստներ են բացակայում եւ ինչ ֆուտբոլ պետքա մարզիչը կոնկրետ դնի, մենք լավ հասկացել ենք եւ ուսումնասիրել ենք մարզիչի աշխատանքը եւ թիմի փիլիսոփայությունը իրենց արդեն ծանոթ ենք ի տարբերություն ձեր մարզիչի որը 7 տարի է աշխատում այս թիմի հետ, ես 7 շաբաթ։ Դա նշանակում է, որ ինքը լիովին գիտի իր թիմին, իսկ ես ծանոթանում եմ իմ թիմի հետ, ավելի շատ այդտեղ եմ պրոբլեմ տենում, քան ինչ որ մի ֆուտբոլիստ խաղում է կամ մեկը չի խաղում, որովհետև ես շատ բաներ չեմ կարողանում հասցնել իմ թիմի հետ աշխատելուց։ Դա այն է, որ ես ուղղակի մենք ծանոթանում ենք իրար հետ, բայց մի բան ինձ հանգստացնում է, որ ես հավատում եմ իմ թիմին, իմ թիմը հավատում է ինձ։ Այնպես որ վաղը էլ եմ կրկնում, շատ բարդ խաղ է, ոնց էլ որ մրցակից որ կառուցի, մեկը ես հասկանում եմ, որ պրոբլեմներ կստեղծեն մեզ։ Մենք պետք է հոգեբանորեն պինդ լինենք ու նվիրված աշխատենք։ The coach said that they analyzed the whole team, not only one or two players, and he not focused one of two players. Alaki, their Hungarian national team head coach, worked in the national team in the 6 years, and he worked only 7 weeks, 7 years, and he works only 7 weeks. It's very difficult. He's still getting to know his players, their players' quality, But coach believed that his team can get a good result because he believes his players, and the player believe the coach is the main thing. And the coach said that he know it's be very, very difficult game, but he think the team was ready, covered the whole weak and strength points of the opponent. Ez Somogyi Zsolt vagyok, a Nemzeti Sporttól továbbra is, és azt kérdezném, hogy mind a ketten azt mondják, hogy jó eredmény. Mit jelent ez? A döntetlent most elfogadják? Որը այս խաղում կլինի լավ արդյունք, արդյոք ոչ ոքին ձեզ համար կհամարվի լավ արդյունք։ Այո, որովհետև մենք տնային խաղ չի սա եւ ունենք ուժեղ մրցակից, այո, համարում եմ լավ արդյունք։ Yeah, I think the draw will be a very good result because it's not the home game, it's away game, and our opponent is very strong, and if we will draw tomorrow's game, it will be a very good result. Պարոն Մելիքյան, Պորտուգալիայի հետ խաղից հետո Իռլանդիայի դեմ խաղում դուք ասացիք նախ տակտիկան լիովին փոխել էիք, ասացիք ուզում էիք անակնկալ, դա արեցինք։ Հունգարիայի դեմ խաղում կլինեն անակնկալներ։
After the game, Ireland, the coach said that you want to surprise, and you get this surprise. Are you prepared some surprise for the game against Hungary? Այո, մեր տնային խաղերում ես ցանկություն ունեի անեի անակնկալներ։ Ինչը ստացվեց, ինչը չստացվեց, որը ստացվեց, որը չէ, իսկ ոչ տնային խաղում ավելի շատ ուշադիր եմ, թե մրցակիցը ինչ անակնկալ կանի մեզ, որ մենք պատրաստ լինենք դրան, ավելի շատ կենտրոնացած եմ դրան։ Yes, of course, in the home games I wanted to create some surprises for the opponent, but in the away games I stayed focused on the opponent, and I focused on that, which surprise can make the opponent for our national team. Կարող եմ եւս մեկ հարց տալ։ Պարոն Մելիքյան, դուք առաջին պաշտոնական խաղից հետո նշում էիք, որ այո հավաքականում կան որակով ֆուտբոլիստներ, բայց մի քանի խաղ է պետք, որպեսզի ընդհանուր թիմի հնարավորությունները հասկանան։ Հիմա արդյոք պատրաստ եք այդ մասին խոսել, եթե այո, խորքային ինչ խնդիրներ եք տեսել։ Ասեմ, որ խորքային խնդիրներ կան, այո, տեսել եմ, բայց լուծումները չեմ կարող միանգամից գտնել ու լուծել, դրա համար ժամանակ է պետք, դրա համար ես այս ցիկլի առաջ եմ ընդունել թիմը, հասկանալով, որ նման հարցերի շուրջ պետք է մտածել ու ավելի լավ արդյունք տալ։ Այն ամեն ինչի մասին, ինչ որ դուք խոսում եք, սա ուղղակի ժամանակ է ուզում, այսքան շուտ չեմ կարող ամեն հարցին կոնկրետ պատասխանել։ The question about the problems, which problems had the Armenian national team, and the coach said, yes, there are many problems, but after these 2 games I cannot solve the whole problems, and his goal is to solve all the problems, but he cannot do this after 2 games, and if not this year, after this qualification, if the things are going well and are going what he wants to do. Thank you. So thank you. Awesome. Okay. The last. Thank you. The last question to Waham. Wahantól szeretném azt kérdezni, hogy számunkra nagyon fontos lett a Pogon együttese, ahol ugye 3 évet játszott. Egy nagyon tehetséges magyar játékos, Molnár Rajmund ebbe a klubba igazolt, és rögtön rúgott egy gyönyörű gólt, talán látta. Úgyhogy az érdekelne, hogy mit tud mondani a holnapi ellenfelének, hogy milyen klubban van, mire számíthat, és hogy tudott fejlődni. Jó helyen van-e Molnár Rajmund a Pogonban? The player playing Hungary? Հարցը ուղղված է Բիչակչյանին, Պոգոնում կար հունգարացի ֆուտբոլիստ, որը շատ գեղեցիկ գոլերի հեղինակ էր նաև դառնում, ինչ կասես նրա մասին, ու ինչ խաղ է սպասում ընդհանրապես նրա հետ մրցակցությունից։ Հա, շատ լավ ֆուտբոլիստ է, լավ հարձակվող է, տեսել եմ այդ գոլը։ Տեսնենք վաղը, հուսով եմ ինքն էլ խաղը ժամանակ կստանա, ես էլ եւ Ես իմ կողմիցս կանեմ ամեն ինչ, որպեսզի իմ հավաքականը վաղը հաջողության հասնի ու իրան էլ ցանկանում եմ նույնպես հաջողություն թերակոմպում, թե իր հավաքականում, բայց վաղը հույսով եմ բախտը ավելի շատ կժպտա մեզ եւ կհասնենք մեր ուզած արդյունքին։ Մերսի։ Yeah, unfortunately, Bichakcan knows this player and he's a very good player. But from his side, Bichakcan wished to success in the whole Hungarian national team and especially this player. But Bichakcan hoped that the Armenian national team will win tomorrow and will get a good result. Thank you. Thank you.